Նիկոլ Փաշինյանը պետությունը պետական բոլոր ինստիտուտները վերածել է քաղաքական հաշվեհարդարի գործիքի։ Կարճ, բառացիորեն 5-6 օրերի ընթացքում մենք համանման երևույթի հետ գործ ունենք։ Նախ փողոցային Խուժանի բառապաշարով Նիկոլ Փաշինյանը ինչ-որ բան է ասում, որից րոպեներ անց գլխավոր դատախազությունը կրկնում է Նիկոլ Փաշինյանի բառամթերքը արդեն ինչ-որ պաշտոնական տեքստով։ Նվեր Ծառուկյանի հետ կապված փողոցային բառապաշարը Նիկոլ Փաշինյանի դատախազության հայտարարությունը եւ այսօրվանը Արա ցեմենտի հետ կապված։ Սա նշանակում է, որ մենք ըստ էության թևակողում ենք հակասահմանադրական ռեժիմ, որտեղ ոչ թե իշխանության հետ գործ ունենք, այլ մեկ մարդու քմահաճույքի պատանդը դարձած պետական ինստիտուտների։ Երկրորդը, ով է Նիկոլ Փաշինյանը, անկախ իր պետական կարգավիճակից, որ առանց իրավական լեգալ ընթացակարգերի պիտի որոշի որևէ գործարանի ճակատագիր։ Նա ասում է Արա ցեմենտը այսօրվանից պետականացվեց։ Եվ այլևս մի կատարեք սեփականատիրոջ ցուցումները։ Երբ որ մեկ մարդ արդեն քմահաճույքով կամայականորեն որոշել է, իրավական գործընթացի մասին ընդհանրապես խոսք չկա։ Այսինքն այդ իրավական ամբողջ գործընթացը պետք է հարմարեցնել այս գավառականի պատկերացումներին։ Երրորդը, Նիկոլ Փաշինյանի ամբողջ բառապաշարը քաղաքական վրեժխնդրության մասին է։ Եթե իր բառապաշարի նույնիսկ 1%-ը ես հիմա այստեղ օգտագործեմ, չեմ հասցնի այս տաղավարից կամ կենտրոնից դուրս գալ։ Իրավապահ մարմինները ամբողջ անմիջապես, ասենք, կալանքի կտանեն ինձ կամ կձերբակալեն։ Հետևաբար Նիկոլ Փաշինյանը էլի կրկնեմ, քաղաքական վրեժխնդրության թիրախ է դարձրել ոչ միայն ընդդիմության առաջնորդներին, պարոն Այվազյանը շատ ճիշտ նկատեց, նաև հայության մի սեգմենտին, Արցախահայությանը։ Եվ այս կոնտեքստում շատ լեգիտիմ են կասկածները, որ այն կոնտենտը, անընդունելի կոնտենտը բովանդակությամբ եւ բառամթերքով դիմակավորների հենց իշխանություններն էլ ստեղծել են։ Թե չէ կգնային դրա իրավական պարզաբանման ճանապարհով։ Մյուսը Արա ցեմենտի մասին։ Արա ցեմենտը մեր արդյունաբերական համակարգի ամենակարևոր բաղադրիչներից մեկն է, համակարգաստեղծ ձեռնարկություն, որը ապահովում է շինարարական եւ տնտեսական կայունությունը, Հայաստանի տնտեսական սուվերենությունը։ Ավելին, այս ձեռնարկության շնորհիվ է, որ նաև այս ձեռնարկության շնորհիվ է, որ տնտեսական առումով Հայաստանը ռեգիոնալ նշանակություն ունի։ Հիմա դուք ենթադրեք, ում է ձեռնտու արդյունաբերական համակարգի կարևոր այս բաղադրիչի շուրջ անորոշության ստեղծումը, դրա քայքայումը, հնարավոր բացասական հետևանքները։ Իհարկե, ռեգիոնալ այն պետություններին, Ադրբեջանին եւ Թուրքիային, որոնք երազում են ամեն օր մեծացնել իրենցից Հայաստանի կախվածությունը։ Դատելով Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունից, որն այլ բան չէ, քան ադրբեջանական վասալիտետի բոլոր նախապայմանների ընդունումը, ես չեմ բացառում, որ այդ ջղաձգումների եւ փողոցային բառապաշարի հետևում կանգնած է նաև արտաքին պատվերը կամ հետևում երևում են նաև արտաքին ականջներ։ Եվ վերջապես Նիկոլ Փաշինյանը այնքան պրովինցիալ մակարդակի է իջեցրել պետական կառավարումը, որ չի էլ գիտակցում, որ իր նմանաբնույթ հայտարարությունները սեփականության, պաշտպանության այն պլինդուսային մակարդակը, որ ինքը հաստատել է, բերելու են ներդրումային միջավայրի փլուզմանը, բերելու են միջազգային հեղինակության անկմանը Հայաստանի։ Դերևս չի մարսել այս երկիրը հեծի ավանտյուրան, հիմա արդեն երկրում են Արա ցեմենտի հետ կապված այս պատմությունը։
Նման երկրից ֆինանսները, ներդրումները փախչում են, որտեղ կայունությունը ոչ թե ինստիտուցիոնալ հիմք ունի, այլ մի խելանք պակասի կմահաճույքով է պայմանավորված բիզնեսի ապագան կամ բիզնեսի զարգացումը։ Այնուամենայնիվ, ես ուզում եմ մեր քաղաքական թիմի հաստատակամությունը հայտնել, մենք սադրանքների չենք տրվելու եւ հետեւողականորեն գնալու ենք հունիսի 7-ը փոփոխությունների եւ իշխանափոխության օր դարձնելու։ Եթե Նիկոլ Փաշինյանը բացահայտում է իր վախերը, դրանք մեր մոտ ծնում են միայն վճռականություն, հունիսի 7-ը դառնալու է փոփոխությունների եւ իշխանափոխության օր, իսկ թե հունիսի 8-ին որտեղ է հայտնվելու Նիկոլ Փաշինյանը, ավելի լավ կլինի նա այդ մասին մտածի։ Շնորհակալություն, խոսքը փոխանցում եմ իմ գործընկեր Լուիզա Սարգսյանին։